խնդրում եմ բոլորին զերծ մնալ ծայրահեղ շահարկումներից։ Եղը քաղաքական է նկատում եք եւ քաղաքական մոտ Քաղաքական ծայրահեղ շահարկումներից առնվազն այս պահին զերծ կմնանք որևէ մոտիվի մեկնաբանություն տալուց, իրավապահ համակարգի եւ իշխանությունների նաեւ պատասխանատվությունը կանում է նրանում, որ հնարավորինս արագ բացահայտեն այս սպանությունը եւ դրանով փարատեն որևէ կասկած, որևէ մտահոգություն եւ դրանից բխող ծայրահեղ դրսևորումներ, նաեւ հիշենք, որ սպանվածներից մյուսը Վարոջագիրիկյանի ընկերը Կարենը այո, ես այնպես մտերում եմ, ոստիկանության ծառայող է եւ ոստիկանությունը կարծում եմ նաեւ այդ մասով պատվախնդրություն պետք է դրսևորի։ Իդեպ ոստիկանապետն ու ներքին գործերի նախարարը քիչ առաջ այստեղ են, դուք տեսակ իհարկե որևէ բան չմեկնաբանեցին, չցանկացան խոսել եւ նորություն էլ չունեն, ճիշտ ասած ասելու դեպքի հետ կապված դուք իրենց ուղիղ պատասխանատվությունը տեսնում եք թերացման, վատ աշխատանքի կամ չգիտեմ ջուր մատների արանքով նայելու մասով։ Բնական է, որ երկրում հանցագործության չկանխարգելման պատասխանատվությունը իրավապահ համակարգի ղեկավարությանն է։ Նույնիսկ կրկնեմ առնվազն այն, որ երկրով մեկ վխտում է ապօրինի զենքը եւ այդ ուղղությամբ էական քայլեր չեն ձեռնարկվում, դա ծնում է հանցագործություն։ Այսինքն ոչ թե պետք է հենց այդ հանցագործության պահին կանխարգելվի։ Ես չեմ ուզում մասնագիտական մեկնաբանություններ տալ, բայց իրավապահ համակարգը շատ լավ է տիրապետում երկրում հանցագործության պոտենցիալ ունեցող շրջանակներին, առավել ևս փոքր բնակավայրերում եւ այդ ուղղությամբ աշխատանքները թերացել են, ինչը բախտողի վիճակում է։ Ակնհայտ է, որ հանրապետությունում հանցագործությունների կտրուկ աճ է եւ նաեւ Բեսպրիձելը արդեն այն մակարդակի է հասել, որ նման դեպքերը յուրաքանչյուր պահի կարող են պատահել, խնդիրը միայն Վարոջագիրիկյանի քաղաքական կարգավիճակը չէ, ցանկացած մարդու նման ձևի ողբերգական մահը իշխանությունների բաստողումն է եւ այդ ուղղությամբ աշխատանքները էական թերանում են։ Եվ մի բան էլ պարոն Արաքելյան, այս դեպքը, այս ողբերգական դեպքը ապրումին արդյոք այս համայնքում այստեղ ունեցած կրակոցների Ես մեկը մյուսի շնորհակալությունը կապրեշում կարող է Վարոջագիրիկյանը եւ իր ընտանիքը որովհետեւ առնչություն չեն ունեցել այդ ամիսներ առաջ տեղ ունեցած դեպքի հետ, հետեւաբար բացառում եմ, որ այդ դեպքի հետ կապ ունենա, որովհետեւ առնչություն նման միջավայրի Գրիգորյանը չի ունեցել։ Քաղաքական խմբային առումով հակառակորդներ են այստեղի խմբերի բաժանված։ Այո, եղել են որոշակի լարվածություն, այդ լարվածությունը նաև հրապարակային դուք էլ եք ականատես եղել, բայց նման մտահոգություն, նման միտում Վարոջագիրիկյանի կողմից չի նկատվել, որովհետև գրեթե ամենօրյա շփման մեջ եմ եղել իր հետ, լծված էր աշխատանքին, ամենօրյա առաջիկա ամիսներին նույնիսկ ավելի երկարաժամկետ ծրագրերով այդ օրն է բարձր տրամադրություն ուներ, առաջիկայում հաջորդ շաբաթ նաև Փարաքարի տոնն էր, մեծ ոգևորությամբ պատրաստվում էր այդ օրվան, ամբողջ թիմով, հետևաբար որևիցե մտահոգություն, որ հնարավոր է ինչ-որ մարդկանց հետ լարվածություն լինի, որը կարող է նման խնդիրների բերի, իր մոտ չի եղել միանշանակ։